Ըստ խնդրի ունենք երկու անոթ A և B անոթները, որոնք լցված են որոշ քանակությամբ ջրով։ Նշանակենք սկզբնական ջրի քանակը A-ի համար x-ով, իսկ B-ի համար y-ով։ A-ի պարունակության 1/4-ը լցնում են B-ի մեջ, այսինքն ըստ մեր նշանակման x/4-ը A-ից տեղափոխում են B։ Արդյունքում A-ում մնում է 3x/4, իսկ B-ում y-ին գումարած x/4։ Այնուհետև B-ի 1/3-ը տեղափոխում են A-ի մեջ, այսինքն 1/3 անգամ y + x/4-ը B-ից տեղափոխում են A, ինչի արդյունքում էլ B-ում մնում է 2/3 անգամ y + x/4, իսկ A-ում 3x/4 գումարած 1/3 անգամ y + x/4։ Եվ պարզվում է, որ այս ամենից հետո անոթներում ջրի քանակները հավասարվում են։ Պետք է պարզենք, թե քանի անգամ է B անոթի սկզբնական քանակը շատ A անոթի ջրի սկզբնական քանակից։ Իսկ դրա համար անհրաժեշտ է լուծել մեր ստացած հավասարումը։ Նախ բաշխական օրենքով բացենք փակագծերը։ Ձախ կողմում կստանանք 3x/4 գումարած y/3 գումարած x/12, իսկ աջ կողմում 2y/3 գումարած 2x/12։ Այնուհետև հայտարարներից ազատվելու համար հավասարման երկու կողմը բազմապատկենք 12-ով։ Ձախ կողմում կստանանք 9x գումարած 4y գումարած x, իսկ աջ կողմում 8y գումարած 2x։ Մնում է միայն կատարենք նման անդամների միացում և կստանանք, որ 8x-ը հավասար է 4y, նույնն է թե 2x-ը հավասար է y-ի, իսկ մեզ անհրաժեշտ y-ը բաժանած x-ի հարաբերությունը կստանանք 2։